Հայաստանում ոչինչ էլ չկա, ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Երբ որ արդեն բացել եմ սայթը, քննադատություններ էլ են լինում, լավ բան ասեք, անդադ վատն եք ասում, բայց լավ բան ասելու համար լավ բան պետք է լինի, եւ եթե լավ բան եք ցանկանում լսել, ապա պետք է լսեք Նիկոլին, պետք է լսեք ՀՇ-ին, ՀԿԿ-ին եւ նրանց բոլոր արբանյակներին, քանի որ նրանք լավ բան չեն կատարում, ես լավ բան ասել չեմ կարող, իսկ մնացածը թողնում եմ ձեզ։ Ինչի եմ այսպես սկսում այսօրվա նյութը։ Դուք պետք է ուշադրություն դարձնեիք մի բանի վրա, որ ամեն մի հարց ունի մեկ պատասխան, այսինքն մեկ ճիշտ պատասխան ունի, եւ եթե մենք խոսում ենք Հայաստանի մասին եւ այսօր ինչ կատարվում է Հայաստանում եւ Հայաստանի շուրջը, ապա դա միայն տալիս է այն գաղափարը, որ Հայաստանում ոչինչ էլ չի կատարվում նորմալ եւ Հայաստանը գնում է կործանման ներսից։ Այժմ քննարկենք դա այդ ծրագիրը, Բրուտյան ծրագիրը։ Բրուտյան ծրագիրը, եթե ասենք, որ Նիկոլն է կատարում եւ Նիկոլն է միայն Բրուտի այդ տականքը, Բրուտի ծաղրածուն, դա սուտ կլինի։ Բրուտի տականքը եւ ծաղրածուն են եղել եւ Լևոնը, եւ Ռոբիկը, եւ Սերժը, եւ նաեւ Նիկոլը։ Նաեւ դա մի քանի դեպքերով կապացուցեմ, որովհետեւ նաեւ ձեզ հասկանալի լինի։ Նախ Հայաստանից հեռացնել ազգասեր եւ գործունյա հայերին, դա որը կատարեց Լևոնը, արհեստական ստեղծեց մութ ու ցուրտ տարիներ, մինչ այդ Գորբաչովը, Եկաշարժը, նաեւ հնարեցին Արցախյան հարցը, որովհետեւ մեր Բաքվում եղած 500,000 հայերը դառնան ընչազուրկ, հենց այդ ժամանակ պետք է հայ ազգը եւ ամբողջ հայությունը հասկանար, որ այստեղ կատարվում է գենոցիդ, քանի որ Բաքվից նրանք դուրս մղվելով մեր իրական հայրենիքից, էթնոսից, նրանց ոչինչ չտվեցին, այլ խոշտանգելով դուրս քշեցին, որը նույնը կատարվեց նաեւ Արցախում։ Դա պետք է լավ հասկանալ եւ չընկնել երազանքների գիրկը Ռուսաստան, Արևմուտք եւ այլն։ Արևմուտքը իրականում շատ մութ տեղ է, դրա համար էլ շատ լավ էլ անուն ունի Արևմուտք, քանի որ այնտեղ կատարվում են բոլոր մութ գործողությունները եւ ուղարկվում են բոլոր ազգերին, ցեղերին, թե ով ինչ պետք է կատարի։ Եվ նշեցի նաեւ, որ Նապոլեոնի այդ մեծությունը իբր Նապոլեոն կար, դա նրա համար էր, որպեսզի միապետությունները վերանան, իսկ բրուտների համար աշխարհը հսկելու եւ տվյալ տարածքը, որը մենք անվանում ենք երկիր, իրենք անվանում են տարածք, օրինակի համար Հայաստանը, չլինի թագավոր, քանի որ թագավորը այսպես թե այնպես պետք է պաշտպանի իր երկրի շահերը։ Դնեն Նիկոլա նման, Սերժի Ռոբիկի նման տականքներին, որոնք փողի համար եւ նրանց մոտ ստորագրելով տարբեր փաստաթղթեր, որ իրենց լրտեսն են, դրանով վերջացնեն այդ երկրի ճակատագիրը։ Եվ երբ որ ես նշեցի, որ 14 թվականին Սերժիկ Նարիմանովը եւ կաթողիկոսը Արմեն Սարգսյանի հետ միասին Բրուտին հրավիրել էին ռեստորան եւ այնտեղ խոսել եւ այդտեղ նաեւ մի հանգամանք, որ Բրուտը տվել էր ստորագրելու Սերժիկին, որ պարտավոր եմ կատարել բոլոր ձեր արքայական հրահանգները, այնպես որ Նիկոլը պատահական չեկավ եւ այն նաեւ միակ երկիրը Հայաստանում եւ ոչ ոք չբողոքեց եւ Սերժը փոխում էր մեր սահմանադրությունը, որ Հայաստանի ընդերքի հարստությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Բոլոր երկրներում դա ամբողջ երկրի բնակչությանն է, իսկ Սերժը դա փոխեց։
եւ Եվրոպան լուռ էր։ Եվրոպան Սերժին ստիպեց, այսինքն բրուտը Սերժին արդեն տվել էր հրահանգները, Սերժը ուներ իր պապկան, այդ պապկով եկել էր, թե որը երբ պետք է կատարի։ Եվ վենետիկյան այդ փոխեցին նախագահականը, դարձրեցին վարչապետական եւ վարչապետական ամենավատ սիստեմը, միապետություն սիստեմը։ Այս ամենը դրանք ոչ մի բան պատահական չի, եւ այսօր էլ որ Հայաստանում գործի են նստում կամ ղեկավարներ են, դրանք ոչ ոք պատահական մարդիկ չեն։ Պատահականը մենք հայերս ենք, որ միամտի նման միշտ մտածում ենք, որ դա մենք ընտրեցինք, պատահականություն եղավ եւ այլն։ Փակել գործարանները եւ ֆաբրիկաները, որը փայլուն ձևով կատարեց Լևոնը, ոչ միայն փակեց, այլև քանդեց։ Մի քանի գործարան ֆաբրիկաների գործարանատերերի հետ, երբ որ խոսում էի, թե ինչի չես աշխատեցնում, ասում է վերևից չեն թողնում։ Նույնիսկ թեթև արդյունաբերության, որը տալիս էր Սովետական Միությունում խոշոր արտադրանք, այդ ֆաբրիկան, որը Հայաստանին այդ նեղ ժամանակաշրջանում գոնե հագուստով կապահով էր, Լևոնը չէր թողնում, որ այդ ֆաբրիկաներն էլ կարի ֆաբրիկաները աշխատեն, իսկ հայերեններ էին մուծում այդ ամենը Թուրքիայից։ Այսինքն ոչ թե ռուսի գործակալներ էին սրանք հենց բրուտյան գործակալներ էին, ուղղված ոչ թե անմիջական բրուտից, բացի Սերժը, այլ ուղղված Մոսադից։ Ոչնչացնել գիտությունը եւ տեխնոլոգիաները։ Սա ինչ է նշանակում։ Գիտնականներին ոչնչացեցին, դուրս մղեցին իմ գիտնական դասախոսներից մեկն էլ շուկայում կամաչեիր, որ նրան տեսնեիր, դրա չաքարավազ էր վաճառում։ Եվ տեխնոլոգիաները ոչնչացնելով, դա նշանակում է, որ եթե մենք ունենք տոկարներ, մենք ունենք խառատներ, մենք ունենք ֆրեզերագործներ եւ այլն, դրանց նույնպես նրանք ոչնչացնում են եւ նոր սերնդին զինելու համար, սովորեցնելու համար արդեն մարդիկ չեն լինի, որոնք սովորեցնեն, թե ինչպես պետք է մշակել այս, այն եւ այլն։ Դրա համար, եթե դուք մտածում եք, որ Հայաստանում ինչ-որ բան կա, ես հենց սկզբում էլ գրել եմ, Հայաստանում ոչինչ էլ չկա։ Մարդկանց դնել ծանր ծայրաստիճան աղքատության մեջ, իսկ ծայրաստիճան աղքատը նա արդեն դառնում է մուրացկան։ Նա մտածում է իր օրվա հացի համար եւ նա չի կարող պայքարել, կամ եթե դուրս գա պայքարի, ինչպես նախորդ ֆիլմում նշեցի, նրա օրինակի համար մեկի տղան է աշխատում, այդ բոլորին եւ նպաստից կկտրեն եւ ամեն ինչից կկտրեն եւ այդ մի երկու կոպեկն էլ որ բերում է իր ընտանիքը պահելու, նա չի կարող դա անել։ Այսինքն բոլոր ճանապարհներով, սարդի օրենքով նախ ներսից ոչնչացնում են ազգը, հետագայում որպեսզի հեշտ լինի նաև ֆիզիկական ոչնչացումը, որ ֆիզիկական ոչնչացումը դա իրենից ոչինչ չի ներկայացնում։ Մարդը մի անգամ ծնվել է, մի քանի վայրկյանում կրակես վրան, թե ինչ անես, կմահանա եւ դրանով կվերջանա։ Ստեղծել անարխիա եւ միակառավարում, որը 4-ի ժամանակ էլ կար, 4-ի ժամանակ էլ եւ անարխիա էր եւ միակառավարություն էր։ Եվ եթե դուք մտածում եք, որ դատավոր, դատախազ կամ ինչ-որ այլ պաշտոններ կամ ինչ-որ այլ ինստիտուտներ, որ Հայաստանում բացված են, դրանք բոլորը կեղծիքներ են, դրանք բոլորը մի կենտրոնից են ուղղվում, դրսից գալիս է հրահանգը, նրանք բոլորն էլ նույնը կատարում են մեկ մարդու հրահանգ, ինչպես այսօր Նիկոլն է։ Կրթությունը իջեցնել ամենացածր մակարդակի։ Իրականում Հայաստանի կրթությունը այսօր ամենացածր մակարդակի վրա է գտնվում եւ ապրանք արտադրող ինստիտուտները փակել կամ նվազեցնել։ Ես մի քանի անգամ իմ շատ մտերիմների երեխաներին, որոնք խելացի անձնավորություններ են, հարցրել եմ, ասում եմ, ինչի՞ չեք օրինակ պոլիտեխնիկ սովորում,
լավ մասնագիտություններ, բայց ասма որտեղ աշխատենք, չկա աշխատելու տեղ, և նույնիսկ ամենացածր վարձատրվող, այսինքն բոլոր ինստիտուտներն էլ, ուսումնական հաստատություններն էլ վարձով են, վարձ ես մուծում, որ կարողանաս սովորես, ասում է ամենացածերը այնտեղ է և այնտեղ իսկի սովորող էլ չկա, այսինքն եթե մենք ոչինչ չենք արտադրում, մենք չունենք ուրիշին ոչինչ տալու, առաջարկելու, որ մեզնից գնի, մենք ուրիշից ինչպես ենք գնելու, որպեսզի կարողանանք մեր երկիրը պահել։ Եթե նորմալ երկիր է, ապա այդ նորմալ երկիրը պետք է ունենա իմպորտ և էքսպորտ, և ծաղկող երկրների էքսպորտը ավելի շատ է, քան իմպորտը, կամ կարող է իմպորտը շատ լինի, բայց էքսպորտի արժեքը այնքան լինի, որ նորից հարստանան, օրինակի համար վերցնենք Ճապոնիան, էքսպորտ ուղարկում է մեքենաներ, այդ ռադիոսարգավորումներ և այլն, նման տիպի արտադրանքներ, բայց նա ներեմուծում ավելի շատ արտադրանք, հումք, ուտելիքների տարբեր տեսակներ և այլն, հագնելիք և այլն, բայց նրա ուղարկածը, էքսպորտ արածը և իմպորտ արածը տարբերությունը շատ մեծ է և դրա համար նա հարուստ երկիր է, իսկ մենք ինչ ենք այս 30 քանի տարիների ընթացքում, որ եվրոպական կամ Ռուսաստանում դիտում ես հայկական կամպոտներ, հայկական գինի, հայկական կոնյակ, ուրիշ ոչինչ չկա, կամ հայկական միրգը, որը տեղ է հասել արդեն փչացած, նույնիսկ գյուղացիներին չի տրվում դոտացիա, որպեսզի գյուղացիները նորմալ արտադրանք տան, նորմալ պահեստավորվի, նորմալ ուղարկվի և նույնիսկ դրա վրա դոդիկների նմանները նաև փող էին աշխատում, կախված մնալ երկար Ռուսից, և սա է ամենավտանգավոր կետը, որը բրուտը կատարեց, Ռուսից մեզ կախյալ թողեց, ամեն ինչ Ռուսն է անում, Ռուսը գնում է Հայաստանի համարյա բոլոր աշխատող էներգետիկ կետերը, իր զորքն է տեղադրում, բայց Ռուսը ոչինչ էլ չարեց, այս ամենը նաև Ռուսի կատարածը, դրանք բոլորը բրուտի հրահանգներն են, այժմ կխոսեմ նաև դրա մասին, որպեսզի հասկանաք, ներսից քանդել և մեղքը գցել հայերիս վրա, հենց այս 10-րդ կետը այստեղ ամենավտանգավոր կետն է, որ ինչ եմ ասում, Նիկոլին հանենք, Նիկոլին եթե հանենք, և մենք արդեն հայերս իրականում աշխարհի դեմը խոսենք և նույնիսկ բրուտին ուղարկենք հրահանգ, որ մենք էլ կարող ենք սա անել, խելոք տեղդ վեր ընկի, դա մեզ համար կլինի փրկություն, և այսօր, երբ որ ինձ ասում են մի լավ բան ասա, մի լավ բանը սա է, պետք է դրանց ոչնչացնել, այդ դրած նեխած ապառուտը պետք է ոչնչացնել, ես այստեղ փոքր կետեր եմ նշել, եթե ամբողջությամբ վերցնես, ամբողջ ազգը այլանդակեցին, ամբողջ ազգը ավիրեցին, նաև մի քանի հարց, որպեսզի ձեզ պարզ լինի, սկսեցին սով հենց Լևոնի ժամանակ, և Լևոնի ժամանակ 30,000, կրկնում եմ, 2 միլիոնի մեջ 30,000 կին դարձավ պոռնիկ, որպեսզի իր ընտանիքը կարողանա պահի, դա հայ կնոջը վայել քայլ չէ, նաև գործարան ֆաբրիկաներ փակելով, որպեսզի ընտանիքում երեխաները Հայաստանում մնան, հայերեն սովորեն, իրենց տանը ապրեն, տղամարդիկ կես տարով, մեկ տարով մեկնում էին Ռուսաստան, դա նույնպես ազդում է ընտանիքի վրա, այս ամենը, ինչ կատարվել է Հայաստանում, դա կատարվել է ամբողջությամբ ոչնչացնել նախ ներսից, իսկ երբ որ 2005 թվականին եկա, ինձ տանում էին ցուցադրում, ինչ ես բիզնեսներ դրել արտասահմանում, չես գալիս տնես Հայաստանում, ծիծաղելի էր, և այսօր ինչ եմ ցանկանում ձեզ ասել,
Շատ ուշադիր էստեղ լսեք, շատ ուշադիր։ Արդեն կա Google մապերը, քարտեզները։ Եվ այդ քարտեզները մոտեցնելուց կարողանում ես տվյալ երկրի, տվյալ քաղաքի, տվյալ փողոցում նաև շենքերը դիտել։ Ինչ եմ առաջարկում ձեզ։ Դիտեք Բաքուն ամբողջությամբ, դիտեք եվրոպական գյուղերը, ցանկացած երկրի եվրոպական գյուղ մտեք դիտեք, և դիտեք Երևանի ծայրամասերը, եթե տեղ Google քարտեզը աշխատել է, դիտեք նաև դա, և ինչ կտեսնեք, որ Հայաստանը գտնվում է 1600-ական թվականներին, ոչինչ էլ չի կառուցվել, ոչինչ չի ստեղծվել, տները կիսաքանդ, կիսաավեր, առանց ներկած, առանց սվաղած, հազիվ մարդիկ կարողանում են ապրել։ Դա Երևանի մասին եմ ասում, Երևանի կենտրոնից արդեն հեռու, իսկ դիտեք արտասահմանյան եվրոպական գյուղերը, չեմ ասում Գերմանիայի կամ Նորվեգիայի, դիտեք արևելյան Եվրոպայի առաջվա սոցերկրների գյուղերը և կտեսնեք տարբերությունը, այսինքն ձեզ Հայաստանում գտնվողներին լիմոնի նման մզել են և մինչև վերջի սոկը տարել այդ բրության, նաև ռուսական տականք այդ ղեկավարները։ Այժմ, որ հույսներդ դրել եք և ձեր գլուխգործոց, ձեր Հայաստանի ճարտարագետ Քորլևոնը, որ մենք պետք է հավերժ ռուսների հետ կապված լինենք, Ռուսաստանի մասին նաև մի քանի խոսք ասեմ։ Նշել եմ մի քանի ֆիլմում, երբ որ Թետչերը, վարչապետ Թետչերը Անգլիայի եկավ Բրեժնևի հետ հանդիպման Մոսկվայում, դա նույնիսկ հեռուստացույցով են ցուցադրել, Թետչերը հայտարարեց. մեզ պետք է 30-ից 50 միլիոն մարդ այս տարածությունում, չասեց էլ երկրում, որպեսզի մեզ նավթով, գազով և Մենդելեևի աղյուսակի էլեմենտներով ապահովի։ Այժմ չքննարկենք այն Ռուսաստանը, որ ներկայացնում են այսքաներ, այստեղ մի փոքր իշխանություններ և այլն, մեծացավ, ինչի համար բրուտները այս ամբողջ տարածությունը տվեցին այդ ռուս կոչված մոնղոլա-թաթարների և եվրոպական մի քանի լեհեր, ֆիներ, շվեդների հետ, նաև որոշ չափով գերմանացիների հետ խաչասերված այդ տականքներին և անվանեցին Ռուսաստան նրա համար, որպեսզի չինացիք, ճապոնացիք և հնդկացիք չկարողանան վեր բարձրանալ և վերցնել, եթե վերցնեին և զարգացնեին, այստեղի այս ամբողջ գետնի տակ գտնվող հարստությամբ, ապա նրանք նույնպես կարող էին բրուտին հաղթել։ Եվ այդ իշխանություններ նախ ստեղծելուց հետո բոլորին, ում դիտում ես սրանց, բոլորին բերել է Եվրոպայից, և սրանք լավ կատարում էին բրուտի հրահանգները, նույնիսկ այս վերջինը։ Միայն Թագուհին հրաժարվեց, Ելիզավետա II հրաժարվեց կատարել բրուտների հրահանգը, երբ որ Ալյասկան վերցրեց, և նրան, երբ որ քննադատում են, որ ձիու հետ է կենակցել, այդ մասին ունեմ նաև միգուցե 5-6 տարի, 10 տարի առաջվա ֆիլմերում, որ ռուսներին առաջարկում է, քանի որ կա Եկատերինա II-ի գերեզմանը, քանդել և տեսնել, նրան տվել են խոշոր դոզայով ուտելիքի հետ խառնած անընդհատ
ինչպես կենդանիներին են փորձում իրար հետ խաչասերել, տալիս են դեղեր, տվել են նման դեղեր եւ նա մեծ ցանկության տակ ստիպված է եղել այդ գործողությունը կատարելու։ Դա հնարավոր չէ, որ աշխարհում միակ մարդը կատարեր նման բան, եթե լիներ պետք է հազարավոր նաև նույն տիպի մարդիկ լինեն, եւ թորոսները դա ստուգեն, եւ հենց բրուտները իրենց արքայական ընտանիքի բարեկամին ոչնչացրեցին ինչի համար, որպեսզի բերեն դրանից հետո այդ բոլոր ծաղրածուներից, թեպետ ցանկել էին, այս ծաղրածուներն էլ էին կատարում իր հրահանգը, բայց սրանք ինչ-որ չափով պաշտպանում էին նաև իրենց երկիրը, եւ Պուտինյան եւ նրանից առաջ բոլոր սովետական միության ծաղրածուները կատարեցին բրուտի հրահանգները։ Ահա ձեր Ռուսաստանը, եթե Ռուսաստանը վերցնենք միայն 20-րդ, 21-րդ դարում ցարին սպանել, հեղափոխությունից հետո 88-90-ական թվականների նորից քանդել երկիրը, հիմա նորից քանդել երկիրը։ Աշխարհում ամենաշատ նման բաներ կատարել են այստեղ, բայց այստեղ նաև ուրիշ հարց կա, եթե դուք դիտում եք աշխարհի քարտեզը եւ Ռուսաստանի քարտեզը, այսքան գույներ աշխարհի քարտեզում չկա, որքան գույներ կա Ռուսաստանի քարտեզում։ Այսինքն սրանց բոլորին պետք էր միավորել մի տեղ, որպեսզի սրանք կառավարվեն մեկ կենտրոնից, իսկ եթե չկառավարվեին մեկ կենտրոնից, օրինակի համար հայերս, չինացիք, ճապոնացիք ներխուժեին այստեղ, որտեղ կա մեծ հարստություններ այստեղ եւ սրանց հետ համագործակցեին, կարող էին նույնպես բրուտի հայրը անիծել։ Էս է պատճառը, որ այս ամբողջը տվել են այդ տականքներին, մոնղոլա-թաթարական եւ եվրոպական 3-4 ազգերի հետ խաչասերված այդ տականքներին, երբ որ նույնիսկ Ռուսաստանում հարցնում ես ազգությունդ, սպիտակամորթ եվրոպական դեմքով ասում է թաթար եմ։ Շատ քչերն են, որ ասում են ռուս եմ։ Եվ ռուս այդպիսի արտահայտություն նույնպես չի եղել, այդպիսի ազգ չկա։ Եվ ինչի համար մեր ղեկավարները կուչուհուփ էին գալիս, այս տականքի հիմա էլ կուչուհուփ են գալիս Ալիևի առաջ, քանի որ իրենց տերերը տվել են այդ հրահանգը, բայց նաև բրուտը սիրում է այն մարդկանց, ովքեր իրենից ուժեղ են եւ կարող են իրեն ոչնչացնել, որոշ չափով նա գնում է կամ ընդհանրապես մտնում է իր բունը դուրս չի գալիս, երբ որ տեսնում է, որ վտանգ ունի։ Իսկ Հայաստանի կողմից նրանց ոչ մի վտանգ էլ չկա։ Այժմ հարցեր են եղել, պատասխանեմ այդ մի քանի հարցերին եւ հիմնական նաեւ մի հարցի մասին խոսենք։ Չինգիզ խանի մասին խոսեցի։ Չինգիզ խանը Մոնղոլիայում 18 տարեկան լակոտը որքան խելք պետք է ունենար այդ ժամանակ 12-13-րդ դարերում, հասկանար աշխարհը, որ դա մի մեծ գունդ է կամ մի մեծ հարթ տարածություն է, եւ որտեղից պետք է նա կարողանար այդքան զորք հավաքեր եւ գար ամբողջ այս տարածությունը տիրեր։ Նմանատիպ մի բան ասեմ, որպեսզի հասկանաք նաև այդ տերը, որը գրել է այդ մասին, պատասխանեմ։ Ալիևը, երբ որ վերցնում ես Ալիևի հնարավորությունը եւ հայերիս հնարավորությունը, հայերը պետք է Արցախում մոտարապես 5 տարի պատերազմ գնար եւ պետք է ոչնչացնեին ամբողջ ադրբեջանական բանակը։ Բայց Ալիևը ինչի հաղթեց, քանի որ այստեղ կանգնած էր բրիտանական
ավիացիան, ծովային, ամբողջ նատոն էր հարձակվել 120 հազարանոց երկրի վրա, ներսից էլ ասել էին կտակ և այս էմիտացիան ստեղծելով և մեղքը գցել էին սրանց վրա, որ սրանք են ասում Լավրովն էլ կիսահայ լինելով Լավրովյան պլանով 5 մասը տվեք, Նիկոլն էլ վաճառեց այդ ամենը և այժմ աշխարհը լուռ է և սա դարձավ հերոս նույնիսկ Տրամպի այդ ծաղրածու փոխնորդը Ադրբեջանը տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում տերորիզմը վերացնելու մեծ վարպետ է և այլն։ Ինչի համար եմ սա ասում։ Բրուտին եթե պետք է արտաթորանքից կդարձնի հերոս, իսկ եթե պետք է հակառակը հերոսից կդարձնի արտաթորանք։ Դրա համար աշխարհը նորից ուսումնասիրեք, լավ սովորեք, եթե Մոնղոլիան էր, Մոնղոլիան ինչի է այսօր մի մեծ տարածություն է, այնտեղ ոչինչ էլ չկա և միայն գյուղատնտեսական կախյալ մի զզվելի երկիր է իրենից ներկայացնում։ Ոչ ոք էլ չի ցանկանում այնտեղ գնալ, այդ ամբողջ տարածությունում 2 միլիոն մարդ չի բնակվում։ Նույնը եթե վերցնում ես, այդ ինչպես եղավ Մակեդոնիան նույնպես փոքրացավ, ինչպես եղավ Հռոմի կայսրությունը փոքրացավ և միայն Իտալիայում այդ ամբողջը տեղի ունեցավ, մնացին այդտեղ և այսօր նորից չմու վիճակում են, նաև եգիպտական այդ բրուտյան ստերը կամ հունական ստերը, այդ ամբողջը, այդ ստերը հորինվել է աշխարհին, որ ասում են կուտ է տալիս կերակրելու համար, դա իրականության հետ ոչ մի կապ չունի։ Այժմ ընտրություն կլինի, եթե ընտրություն պետք է լինի այս 4 տականքն էլ և իրենց գլուխը փրկելու համար, և իրենց ընտանիքների և իրենց շայկաների գլուխը փրկելու համար ամեն ինչի ընդունակ են և ամեն քայլի պետք է գնան։ Ինձ թվում է նաև հասկացող հայերի մեջ կան հայեր, որոնք հասկանում են, որ սրանց վերացնելն է ճիշտ ճանապարհը։ Այլ ճանապարհ չկա, իսկ եթե ընտրություններ եղավ, սրանք թեկուզ մի ձայն հավաքեն, պետք է կեղծեն, ասեն անցանք, և Եվրոպան պետք է ծափահարի և աշխարհը, քանի որ բրուտը այդպես է ցանկանում։ Եվ դրա համար նմանների քոքը պետք է վերացնել այս տականքությունը, որպեսզի դրանից հետո հասկանալի լինի ինչ են կատարում։ Իսկ այն հարցը, որ սրանք կարող է մի լավ բան կատարեն, եթե սրանք իրենք էլ ցանկանան լավ բան կատարել, սրանք չեն կարող, քանի որ սրանք ստորագրել են փաստաթղթեր, որ իրենք ծախված լրբի լակոտներ են և իրենց վրա դրսում հազարավոր գործեր ունեն, թե ինչեր են կատարել, և ձեզ թվում է, որ սրանց պետք է բրուտը մեղադրի նրա համար, որ Մարոկոյում տուն են գնել կամ Կանադայում կամ ինչ-որ կղզի է գնել այս տականքը Հունաստանում, չէ։ Եթե սրանք չկատարեն, սրանք պետք է մեղադրվեն Հայաստանի ժողովրդին ճնշելու, շահագրգռելու և սպիտակ գենոցիդ անելու համար։ Այսինքն սրանք հետադարձի ճանապարհ չունեն։ Սրանց միակ հետադարձի ճանապարհը, որ այնքան լկտի են, դա էլ չեն կատարում, կարող են սուտ մեռուկ տալ, քար էլ դնեն այդ դագաղի վրա, այդ գերեզմանի վրա, որ սատկել են, սուսուփուս հեռանան երկրից և ասեն, որ տղեկ, ովքեր մնացել են իրենց շայկաներից, ընտրեք սրանց, մենք երկիրը տուրը տվինք, ինչպես ես այնպես էլ դուք բոլորը տականք ու ծախված շներ ենք, քանի որ սա KGB-ի բոլոր արխիվները Ռուսաստան ուղարկեց այս տականք, ապա մենք այլ ճանապարհ չունենք,
Եվ այս տականքը մինչև վերջ պետք է գնա, սա ընդհանրապես ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու, սրան նորից եմ կրկնում, Կանադայի այդ վարչապետը երբ որ եկավ այդ ծաղրածուն, նա արդեն սրան տվեց բրուտի լրիվ արտոնությունները, որին ցանկանում ես արա, քեզ ոչ ոք չի մեղադրել, դուք տեսել եք եվրոպական մի երկիր կամ աշխարհում մի երկիր, որ սրան մեղադրի Հայաստանի նկատմամբ ինչ կեղտոտություններ է անում, Սերժիկի ժամանակ ինչ-որ մի բան է լինում, անմիջապես սկսում էին այդ մասին խոսել, իսկ սրա մասին ոչ, իսկ Սերժիկը որտեղից եկավ, նաև այդ մասին կխոսենք և կխոսենք, թե ինչպես սա դարձավ այդ անձնավորությունը, փաստեր Էփշտայնի և նրա կղզու մասին, ինչպես տեսակ, նաև թագավորական ընտանիքի տղան, Նորվեգիայի ընտանիքի աղջիկը, սրա ընկերներն են, սրա մոտ և բռնաբարության և համով երիտասարդ երեխաների միս են կերել, բայց այստեղ հարց, Նյու Յորքի մոտ գտնվող այդ կղզիները ընդհանրապես բրուտը պահում է, այդ կղզիներում են պահում մեր Մայքլը, այսինքն Կիլիկիայի ընտանիքը, այդտեղ է պահվում Պարսկաստանի շահի լակոտը և նմանատիպ մարդիկ, և դա հատուկ կղզիներ է, բրուտը դրանք հատուկ նպատակներով է օգտագործում, բայց ով դառավ այս մարդը, եթե բրուտների հետ կապ չունի և բրուտի հրահանգով չի դա կատարել, որնա կարողացավ գնել այդ կղզին և այդ կղզում կազմակերպեց այդ ամենը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նման երկիրը չհասկացավ ինչ է այդտեղ կատարում, երկրորդը, բրուտների հետախուզությունը ամենակատարյալն է աշխարհում, այդ ոնց է տեսնում են Հայաստանում, նույնիսկ Պողոսյան Պողոսը գյուղացի ինչ է կատարում և նրա ամեն քայլը գիտեն, բայց իրենց ընտանիքի անդամի քայլը չգիտեն, թե ինչ է կատարել, նույնը Նորվեգիայի, այսինքն անգլոսաքսերը ապացուցեցին, որ իրենք հանդիսանում են ոչ միայն աշխարհի տերը, հանդիսանում են նաև Աստված ձեր քրիստոնեական այդ կեղծ Աստվածաշնչում գրած և իրենք կարող են և մարդ բռնաբարել և կարող են մարդ ուտել, իսկ մարդ ուտելը նախորդ ֆիլմում ասացի, սրանց ընտանիքը անընդհատ է մարդ ուտում և մարդու միսը հատկապես մինչև օրիորդ կամ մինչև տղամարդ դարձած երեխաների, հիմնականում աղջիկ երեխաների միսն են ուտում, դա ամենահամեղ միսն է, եթե համապատասխան ձևով նրանց սնում են, և կրկնություն չլինի ասելը, Ռիտա Սարգսյանի 12000 երեխաների վաճառքը, դա ոչ թե Ռիտա Սարգսյանն էր դա կազմակերպել, այլ Սերժիկ Սարգսյանին հենց բրուտագործերի մոտ գնալուց հայտնեցին և նրա կինը զբաղվեց այդ գործով և իբր այս տականքը մահացել է, սրանք կեղծ թաղում կատարեցին, որպեսզի այսօր էլ այդ հարցը բարձրանալուց սրան նույնպես համաշխարհային դատարան հայերը չտան, ում երեխաներին սա վաճառել է և վաճառելուց ասելով, որ հիմնականում Իտալիայում է վաճառվել, ոչ թե Իտալիայում է վաճառել, իտալացիներ են գնել, այլ վաճառվել է Իտալիայում, վաճառվել է
եւ այդ երեխաները Իտալիայում մի քանի կղզիներում եւ նույնիսկ նորմալ ընտանիքներում մի 10-12 տարի պահելուց հետո եւ համապատասխան ամենալավ սնունդը եւ հոգեվիճակը ստանալուց հետո նրանց արդեն ուղարկում են բոյն, նրանց ուղարկում են արդեն ոչնչացման։ Եվ այսօր նաև այս տականքը ինչի չի նաև բացի հայերը ընդհանրապես բարձրացնում են այդ մի քանի արցախյան ղեկավարների հարցը, որ Բաքվի բանտերից հայ երիտասարդների ինչի չեն բաց թողնում։ Հիշեք Ենիչեր բառը, Ենիչեր դա նշանակում է օտարին դարձնել իրենցը եւ կռվեցնել հենց իր հարազատ ծնողների դեմ։ Այսօր այդ հայ տղաների, որոնք ընկել են բերդերը եւ պատահական հայ տղաներ չեն ընկել, ավելի լավ ֆիզիկական եւ ուղեղային եւ գեղեցկության տվյալներով այդ երիտասարդներն են ընկել այնտեղ։ Հազարավոր ադրբեջանցի աղջիկներ հղիանում են նրանից եւ կտեսնեք 100 տարի հետո, որ ադրբեջանցիները ինչքան խելացի գեղեցիկ ազգ են դառնում, բայց իրականում նրանք հայեր են։ Նույնիսկ հայ աղջիկների գողանալով տանելով, հայ տղա աղջիկա այդ միացությունից, այդ գենից ստացած երեխաներին Ենիչեր են դարձնելու եւ ուղղելու մեր դեմը։ Սա ոչ թե Ալիևն է կատարում, սա այս ամենը կատարում է բրուտը։ Եվ եթե դուք սա էլ չեք հասկանում, ամբողջ ձևով, ինչպես սկզբում 10 կետերը ներկայացրեցի, ամբողջ ձևով բրուտը տրամադրված է մեզ ոչ միայն ոչնչացնելու, այլև մեր տեսակը դարձնելու ուրիշ տեսակ, որպեսզի այդ նոր տեսակը մեզնից ծնված նոր տեսակը մեզ վերացնի, երբ որ ասում է, որ այս տականքը ամենասարսափելի տականքն է Հայաստանում, չէին հասկանում, եւ սրա վերացումը պարտադիր է, պարտադիր էր, իսկ այժմ պարտադիր է այս բոլոր տականքների վերացումը, եւ այստեղ էլ Ռիտա Սարգսյանը պատահական չէ, մենք մի քանի անգամ Բադեն-Բադենում ուղարկել ենք ստուգելու, այնտեղ չի երևացել, թեկուզ հայեր են երևում, բայց ինձ թվում է նման միտեղ այս տականքը թաքնվում է, քանի որ այդ հարցն էլ է բարձրացվելու։ Այսօր մի շարք եվրոպական երկրներում բարձրացել են նաև, ինչպես նշեցի նախորդ ֆիլմում, վրացի 100,000 նորածին երեխաների հարցը, այս հարցն էլ հայերը ինչ-որ մի ժամանակ մի կերպ կբարձրացնեն եւ կպարզվի, որ այդ երեխաներին արդեն կերել են, բռնաբարել, կերել կամ նրանց արյունը խմել, այդ հայ երեխաները չկան։ Եվ այստեղ այն հարցը, ինչ են ուտում այդ երեխաներին, բացատրեցի, որ բոլոր կենդանիները, օրինակի համար խոտ ուտող կենդանիներ ենք մենք հիմնականում ուտում, այդ կենդանիները բոլորը սնվում են երկրի հարստություններով, ուտեստներով, մասնակի, իսկ մարդը սնվում է բոլոր տեսակի ուտեստներով եւ այդ երեխաների միսը ավելի համեղ է։ Հայ աստվածները հենց հայերին սկզբից են արգելել մարդու միս ուտել, իսկ մյուս ցեղերին ազգերին գնալով այնտեղ արգելել են, իսկ բրուտները նորից դա աշխատեցրեցին, բայց իբր նաև ազգությամբ հայ Հանիբալն էլ է առաջինը նա է զբաղվել մարդակերությամբ, բայց Հանիբալը մարդակերությամբ չի զբաղվել, Հանիբալը հնարավորություն ուներ, քանի որ Հռոմի վրա պետք է հարձակվեր, հնարավորություն ուներ եւ հետ դառնալու, հնարավորություն ուներ եւ նորից այդ երկրներից, հյուսիսային երկրներից ուտեսներ բերելու, դա նույնպես կեղծիք է այս ամենը, իսկ ինչի նաև մեր երկչուհի շերն էլ է
էր դրանց մասնակիցների մեջ մտնում, նայեք Մել Գիբսոնի ֆիլմը, նա կասի, որ հոլիվուդյան աստղերը, բոլոր հարուստները, միլիարդատերերը զբաղվում են դրանց։ Երեխան, երբ որ նրան պարկասնում են այդ սալահատակին և պետք է մորթեն, վախի ազդեցության տակ նրա ադրենալինը բարձրանում է։ Հենց դա նրանց հարկավոր է, որպեսզի այդ վախեցած երեխայի արյունը խմեն և դրանով նրան ինչ-որ չափով երիտասարդանում են։ Իսկ եթե իրականում մարդիկ ցանկանում եք երիտասարդանալ, ցանկանում եք ձեր արյունը մաքրվի, ամենամաքուր արյունը ունի նորածինը։ Որպեսզի ձեր արյունը մաքրվի, կրկնեցի, դոկտոր Աշխարհի հայ պետք է ոտքին դնել սիսեռ և սիսեռը արյան մեջի կեղտերը տարիների ընթացքում մաքրում է և դուք կարող եք մաքուր արյուն ունենալ և մի 10-15 տարով ավելի երիտասարդ երևալ, քան ձեր տարիքավորներն են։ Իսկ այդ տականքները օգտագործում են երեխաների և դրա համար աշխարհում հազարավոր երեխաներ են կորչում։ Հիմա կասեք նաև տղա երեխաների են տարել, սրանց մեջ կան նաև հոմոսեքսուալիստ պոռնիկներ, որոնք նույնպես այդ փոքր երեխաներին սիրում են այդպես նրանց հետ զբաղվել։ Նույնիսկ այդ թագավորական ընտանիքի կանայք տղա երեխաների արդեն որ նոր սկսում է հասունանալ, նրանց են բռնաբարում, օգտագործելով իրենց համար, բացի դա տղա երեխաների սերմը նաև իրենց մարմնի վրա քսելով, որպեսզի մարմինները ձգվեն։ Այս ամբողջ կեղտոտությունը հազարամյակներ բրուտները կատարել են և կատարում են, և սա պատահական երևույթ չէ և իբր բրուտը պետք է պատժի իր եղբորը, բայց հենց իրենց հրահանգով է այս տականքը ստեղծել այդ ամենը և դա պատահական երևույթ չէ և ոչ էլ սա է պատահական երևույթ։ Ինչպես Սադամին ոչնչացրեցին, հիմա էլ սրա հարցն է, նույնն էլ վաղը Ալիևին են ոչնչացնելու որպես սրիկա, երբ որ Ալիևը իր գործողությունները կատարի, երբ որ իրենք միջին Ասիայից հարված են բոլոր ատոմային զենք ունեցող երկրների վրա։ Այժմ հիշողություն և հարց է եղել։ Հիշողության կորուստը ամնեզիա հիմնականում առաջանում է գլխուղեղի օրգանական ախտահանումների ինսուլտ, վնասվածքներ, ուռուցքներ, այցխայմերի հիվանդություն այդ դեպքում և մնացածը կարդացեք։ Եվ ինչ եմ այստեղ նշել, սրա հետ կապ չունի, սա ինձ համար որպեսզի հիշեմ, 111-ի կորյացի անդամը ասացի, որ նրանք հիմա 111 չեն։ Ինձ հայտնեցին, որ նա շատ շուտ է ստեղծել այդ գաղափարը և արագ կառուցել են, արդեն կես տարուց ավելի իրենց մոտ կառուցել են այդ սարքը, մագնիսական սարք, որը նաև երկու չինացի, մեկ կորեացի համաձայնվել էին, որպեսզի իրենց դնեն այդ սարքի մեջ և նրանք հիշողությունները կորցրել էին։ Հիշողությունները կորցնելուց հետո այդ մարդկանց ուսումնասիրում են և տեսնում են, որ դրանք արդեն այդ մարդը չեն։ Այսինքն, եթե մարդը կորցնում է իր հիշողությունը, այդ մարդը ճիշտ է ձեր բարեկամն է, ձեր ծնողն է, ձեր երեխան է, թե ինչ է, բայց նա արդեն այդ մարդը չէ։ Հիշողությունով է այդ մարդը հասկանում։ Օրինակի համար կան դեպքեր, երբ որ ասում են, որ գնացի պապայի կամ մամայի մոտ, ասեց, այս տղամարդն ով է, որ եկել է մեր տուն, այսինքն նա իր տղային չի ճանաչում, եթե չի ճանաչում, դա արդեն մարմնապես է նա իր մայրը, բայց արդեն նա իր մայրը չէ, իր մոր հիշողությունն է կարևոր, նա հեռացել է։
Եթե վերցնենք մենք համակարգիչը, կամպյուտերը, նրա այդ բոլոր սարքավորումները, IP եւ այլն, եթե դրան գրանցված չլինի, նրա մեջ մենք լսնենք ինչ-որ հիշողություն, ինչ-որ մի ինֆորմացիա մեր ցանկացած, եւ հետո դա մաքրենք, արդեն դա այդ կամպյուտերը չի, որի վրա մենք գրել էինք Պողոսյան Պողոս, արդեն այդ կամպյուտերը ոչ ոք է։ Նորից պետք է նրա մեջ մտցնենք, եթե կարող ենք, կամ չպետք է մտցնենք, ինչպես մարդկանց մեջ։ Դրա համար հիշողությունը կորցրած մարդը արդեն դա այդ նույն անձնավորությունը չի։ Ինչի համար եմ դա ասում, նաև մահի համար են հարց տվել, երբ որ մարդը մահանում է, նրա ամբողջ մարմինը արդեն կորցնում է իր բոլոր հատկությունները եւ նա արդեն օրինակի համար Պողոսյան Պողոսը արդեն այդ մեռելը Պողոսյան Պողոսը չի եւ ձեր իմացած ձևով ասում են հոգին դուրս եկավ, գնաց երկինք եւ այլն, եւ նրա հիշողությունը, քանի որ նա տե մասնիկներից է կազմված, ամբողջ հիշողությունը անմիջապես նրանից հեռանում է։ Հիշողությունը չի կարող այնտեղ մնալ։ Նաեւ մենք ինչ տեսնում ենք, ինչ լսում ենք, նաեւ մենք փորձում ենք հիշել, այդ ամբողջը ամբողջությամբ մեր մեջ չի մնում, մի մասը դուրս է գալիս, իսկ արդեն մահացածի մոտ այդ ամենը մահից մի քանի վայրկյան հետո այդ ամբողջը դուրս է գալիս նրա մեջից, եւ նա այլևս միայն դառնում է ֆուտրիար, դառնում է արկղ, ճիշտ է, մենք նրան դեմքով եւ մարմնով ճանաչում ենք, որ դա մեր ազգականը, մեր հարազատն է, որը մահացել է, բայց նա արդեն ոչ ոք է։ Եթե մենք նրան թաղում ենք այդ անվան տակ, դա մենք ենք հիշում, իսկ ինքը արդեն դրա հետ ոչ մի կապ չունի։ Տարբերություն չկա, թռչունի մարմին է արդեն սատկել, թե մարդ է մահացել, դա արդեն այդ անձնավորությունը չի։ Եվ եթե քրիստոնեությամբ մեզ խաբում են, որ հոգիդ կբարձանա երկիր եւ այնտեղ կապրի, դա խաբեության ձև է, որովհետեւ մեզ կոտորելուց մենք դրա դեմ այդքան էլ չբողոքենք, ասենք, հա դե լավ, երեխեն բանակում Նիկոլը տարավ մորթեց, բայց նրա հոգին բարձացավ երկինք։ Դա հենց դրա համար է այդ կեղծիքը մտցրած։ Ինձ թվում է հասկացաք այս ամենը եւ մարդու մահը, երբ որ նա արդեն ոչինչ չի կարող կատարել, իսկ մատերիայի մահը ընդհանրապես, օրինակի համար երկաթի մահը, երբ որ նա անհետանում է, եւ տիեզերքում շատ են դիտում նաեւ գիտնական կոչվածները, որ ինչ-որ մի գալակտիկա անհետացավ, այո, նրանք արդեն մահանում են, դա նրանց մահն է, նրանք անհետանում են, իսկ մարդը արդեն ոչինչ անել նա չի կարող, դա է մարդու մահը, այսինքն նա վերանում է։ Հայերը, հարց է եղել նաև հայերը, սիրելի բարեկամներ, ես նորից բացատրեմ, ամբողջությամբ այս կղզին եւ այսպես ամբողջությամբ այս ամենը բացի Սիցիլիան եղել է հայերի տիրապետության տակ, Ֆրանսիային մի քիչ մեծ վերցրեց։ Սա է մեր խաչմերուկը, բայց սա մեր հայրենիքը չի, մեր հայրենիքը այսքանն է, ինչ եմ ասում խաչմերուկը, սա բոլորը մենք վերցրած են եղել, քանի որ այստեղ մարդիկ չեն բնակվել, մենք գնացել ենք և սրանց օգնելու և միևնույն ժամանակ հարևանությամբ բնակվել, այսպես շարունակ։ Եվ այստեղ միայն բասկերը մնացին, Գերմանիայում մնացին միայն բավարիացիք, հայերը նաև Սերբիայում, Իտալիայի հյուսիսում,
նաև հույների հետ խաչասերվեցին, մի մասն էլ, որոնք գնացել էին նաև հյուսիսային այս երկրներին օգնելու լեհերի հետ, բայց մեծ մասը երկրորդ համաշխարհայինից հետո նույնիսկ լեհական անազգանունով փախան, երբ որ Հիտլերը ոչնչացնում էր այստեղ այդ ճամբարներում։ Նաև ռուսների մեջ կան մեծ քանակությամբ հայեր ռուսի անուն ազգանունով, ասացի, որ չինացիների 10%-ը ունի հայկական արյուն, հնդկացիների մեջ կենտրոնական մասում նույնպես կան, եղել են նաև կարմրամորթների մեջ հայերը, որոնք գնացել եւ նրանց հետ ամուսնություն եւ այլն, այդպես մնալով այնտեղ նաև շատ աշխատողներ, որոնք նրանց սովորեցել են եւ այդ բուրգերը այս մասերում կառուցելով, այնտեղ էլ շատ կան, բայց այստեղ հարցը որն է, նաև աֆրիկական կենտրոնական մասում շատ կան հայեր, նաև ոչ հայ ազգանունով, նշել եմ դա, որ 67 միլիոն մարդ իրական հայեր են, բայց ոչ հայկական անձնագրով, եւ ամբողջ Թուրքիան եթե ուսումնասիրեք, ապա նրանց արդեն դեմքի ձևը կամ նրանք հայկական մեծ արյունով են, կամ վրացական, կամ հունական, ասորական եւ այլն, թուրքեր համարյա այդտեղ չեն մնացել, եւ նրանք եթե այսօր կատարեն իրենց ստուգումը, թե ինչ ազգի են նրանք, ապա երևի 10% թուրք էլ այդտեղ չլինի, իսկ ազերիները դրանք ազերիներ են, իսկ հարց են տվել ինչպես կապացուցեք, նաև կան ապացույցներ, որ սրանք մերն են, եվրոպական մի շատ երկրների, հատկապես եթե դուք գնում եք արևելյան երկրները կամ Գերմանիայից սկսած Ֆրանսիայում մի քիչ դա ոչնչացել են, Ֆրանսիայից այն կողմ արդեն վերցրած, բոլոր այդ թունելները գալիս եւ միանում են հայկական լեռնաշարին, հայ աստվածները գնացել են հայկական թունելներով, եւ այդ թունելները, ինչպես նշել եմ, մատերիան վերացնելու միջոցով շատ արագ ձևով հայերը կառուցել են այդ ժամանակ, եւ այդ թունելները մինչ օրս կան բոլոր երկրներում, կարող եք գնալ Ռումինիա, Բուլղարիա, Վենգրիա, Իտալիա, նույնիսկ Հունաստան, Թուրքիայի արևմտյան արևելյան մասի այդ բոլոր թունելները կամ Ղրիմ, կամ հյուսիսային Կովկաս, կամ արաբական այս կղզին, հիմա արաբական կղզի են ասում, այդ բոլոր, նույնիսկ Երուսաղեմից բոլոր ստորգետնյա թունելները բերում են դեպի Հայաստան, եւ նաեւ այդտեղ հայկական, եթե ինչ-որ կառույցներ կան, հնագույն կառույցներ, բոլորի ֆունդամենտը հայկական է, կամ նրանց ֆասադը փոխել են եւ դարձել ինչ-որ այլ երկրի կարծես պատկանում, եւ մեր հայ Ամերիկայում գտնվող երիտասարդը իր գյուտով եւ այդպիսով նաեւ գտնում են, որ կառույցն են կառուցել նաեւ հայերը, կարող եք այդ ամենը ստուգել, նաեւ կան քարտեզներ, որոնք այդ մասին խոսում են, ես նաև 111-ին կասեմ, որ նման քարտեզ ներկայացնեն, որ այս խաչմերուկը եղել է միշտ հայերի հսկողության տակ, եւ հայերը ոչ թե գնացել այնտեղ ապրել են, եղել է ազատ տարածություններ, գնացել են մի մասն էլ մնացել այնտեղ, եւ որովհետեւ սովորեցնեն, բայց նաև բրուտների կեղտոտ քայլից հետո շատ հայեր, ինչպես ասել եմ, հայերը դյուրահավատ են, սկսեցին նաև բրուտների բերած կանանցով զբաղվել եւ քեֆերի ժամանակ արդեն բրուտները ոչնչացնելով այս ամենը գալիս են եւ սկսեցին ամեն ինչ ոչնչացնել, սա երկար ֆիլմ է, կարող եմ այս մասին ասել, նաև հարց է եղել գիտնականներից, այս գիտնականներից, սա մասին նաև ասեցի, որ սա գիտնական չէ եւ եթե երկու մարմնի փոխարեն վերցնես 3 մարմին, ապա նրա բանաձևը սխալ է, նույն է սա բանաձևը խոսում է այն մասին, որ
եթե մարմինը շարժում է լույսի արագությունից ավելի արագ, նրա ժամանակը կանգնում է, այսինքն կա Աստված եւ այդ Աստված անմահ է։ Այդ ամենը կատարված է դրա համար։ Տառեր եւ լեզու։ Հայկական տառերը հայ բերած 36 տառեր են եղել, լատինական տառերը նույնպես նրանցն է, հունական տառերը նույնպես նրանցն է, հունական տառերի միայն փոքրերը սրանք նշաններ դնելու համար է եղել, չինական տառերը չինացիներին ստիպել են բրուտները, արաբական թվանշաններ, սա նույնպես հայ բերած թվանշաններ է, այս ամբողջ 4-ը հայ բերածն է եւ բրուտների դա արեստն է կպցնել սրան, կպցնել նրան ում ցանկանում են։ Նաեւ հայոց լեզվի մասին է հարց եղել, որ 28-42 թվերին, երբ որ 38 թվերին, երբ որ սովետական միությունում փոխում էին, դարձրեցին աշխարհաբար, ինձ առաջի անգամ երբ որ Մբուբան եւ այդ կինը, կնոջ անունը երևի չասեմ, մոտեցան ինձ հետ խոսեցին, նրանք խոսում էին հայերեն, բայց մի քիչ ոչ հայերեն եւ գեղեցիկ լեզու էր, եւ նրանք խոսում էին հենց այն լեզվով, որը Քրիստոսից առաջ հայերը կամ հայան օգտագործել է կամ մեր հայերը, իսկ արևմտյա հայերենը նման է մի 30%-ով դրան, բայց արևմտյա հայերենը մի քիչ անհասկանալի է, իսկ նրանց խոսածածը ամբողջությամբ հասկանալի եւ ավելի գեղեցիկ ձևով էր արտահայտվում։ Ես նաեւ կխնդրեմ 111-ին, որ ուղարկեն տեքստեր եւ զրույցի ձևով եւ տեքստի ձևով, որպեսզի իրական մինչեւ բրուտի կեղտոտությունները կատարել է, նաև այդ հայկականը ուսումնասիրեք։ Եվ ոչ մի երկիր, նույնիսկ հայերս հարց չտվեցինք բրուտին, այդ տականք։ Արաբները գրում են աչի ծախ, այս թվանշանները ընդհանրապես ծախից աչ շատ հարմար է գրել է, իսկ աչի ծախ շատ դժվար է, կամ ինչպես էին նրանք դա կարդալը։ Աստղագիտությամբ եւ այլ գիտություններով զբաղվող ազգերի համար սա պարտադիր է եղել եւ դրա համար եթե նրանք կպցում են դա արաբական է եղել, այսօր էլ բրուտը կպցնում է, որ հայերս եկել ենք ինչպես ցիգանները եկել ենք Հնդկաստանից եւ այստեղի բնակիչներ են ազերիները, երբ որ ազերիները ոնց որ վերցնես 6 թուլա աճեսնես դառնա մի մեծ հոտ ոչխարների, դա դուրս եկա, որ դա դրասն է, դրա համար նրա ստերին եւ ստերը անընդհատ մեկնաբանություններում նշում եք, այս ինչ տեղ է, այս ինչը կարդացի, այս ձևով։ Դուք նայեք որտեղ են ձեզ խաբել եւ մի մասը մտածեք ինքներդ, որ ինչի համար են խաբել։ Նաեւ Պյութագորասի հետ իբր Պյութագորասն եք գտել կամ Արքիմեդի մասին նույնպես կարող եք ասել։ Ձեզ ինչ է թվում, երբ որ հայերը տիեզերք էին հաշվում, նրանք այս հեռավորությունը ունենալով ժամանակը հաշվելու համար, նրանք այս պին նախորոք չունեին եւ հանկարծ մի հույն, երբ որ հույների մեջ նախնիներում եղել են, այսօր ոչ մի գիտնական դուրս չեկավ։ Նույնիսկ այս պրիմիտիվ բաները մեզնից վախենալով, սարսափի մեջ լինելով բրուտը, եւ բրուտները անդադ նշում են, եթե հայերին 50 տարի թողնես մենակ, չհսկես նրանց, ինչպես ռուսներն էին հսկում կամ թուրքերը մեզ, ապա ամբողջ աշխարհը կվերցնեն, եւ դա այդ փաստն է։ Նաև չիպերի մասին է խոսք եղել, չիպերը ընդհանրապես առաջ եղել է լամպային տրանզիստորը, որից հետո արդեն կիսահաղորդչային տրանզիստորները եւ նրա աշխատանքի ձևն են, ինքներդ կարդացեք Վիկիպեդիայում կտեսնեք, եւ սրանք չիպեր են, տարբեր հզորության չիպեր են,
Չիպերը ինչպես են կառուցել, նախ օրինակի համար 1 քառակուսի սանտիմետրի վրա եղել է օրինակի համար 10 նման դիոդներ, տրանզիստորներ միացրել են դա եւ հետո նրանց այս ոտքերի շնորհիվ նախ նրանք սխեման, թե ինչպես պետք է սա աշխատի, ինչ գործողության համար է, այս ոտքերը դուրս են բերել եւ իմացել են, որ ոտքը որտեղ պետք է միացնեն։ Հետագայում արդեն միկրոչիպերի ժամանակ նրանք այս ամբողջ այս մասնիկը, այս տրանզիստորը, նրանք այնքան փոքրացրեցին, մասշտաբային փոքրացնելով դարձրեցին այնքան, որ նրանք արդեն 1 միկրոնում մի քանի տրանզիստոր է տեղադրվում եւ դրա համար ասացի, որ այդ սարքերը շատ թանկ են, որոնք արտադրում են եւ մի քանի սլոյ, օրինակի համար սխեման նրանք հավաքում են այսպիսի մասերից սխեման, այս սխեման լինում է օրինակի համար A1 ֆորմատը փոքրացնում են այնքան, որքան որպեսզի նա դառնա օրինակի համար այդ չիպի չափը նրանց պետք է այսքան դարձնում են 2 սանտիմետրը 1 սանտիմետրի վրա օրինակի համար եւ այդ մասնիկները արդեն տեղադրում եւ նրանք ոչ թե միայն 1 սլո են կատարում, այսինքն մի քանի շերտից է սա լինում, մինչեւ նույնիսկ 50-55 շերտից այսօր ամենայդ հզորները կատարում են եւ նրանց միացումները արդեն տալիս են այդ ճշգրիտ սարքերը եւ սրանք օգտագործում են ձեր հեռախոսներում, ձեր կոմպյուտերներում, ձեր նույնիսկ տնային այլ սարքավորումների մեջ, ավտոմեքենաների մեջ, ամենտեղ ինքնաթիռաշինությունում, ամենտեղ սրանք արդեն օգտագործում են։ Միայն ռուսներն են սա օգտագործում ինքնաթիռաշինության մեջ, քանի որ սրանց վնասելը ավելի դժվար է, քան միկրոչիպերին։ Օրինակի համար այս փոքրիկ սարքը նույնպես սա միկրոչիպ է, միայն սրան մենք մտցնում ենք մեր հեռախոսի կամ կոմպյուտերի մեջ եւ նրանից ինֆորմացիա ստանում եւ նրանք մի քանի մեգաբայթ, կիլոբայթ եւ այլն գիգաբայթ դա նրանց հատկություններն է, թե որքան է նրա հզորությունը։ Եվ այսօր ամենափոքր միկրոչիպը կարող է լինել այս չափի, բայց նրա մեջ տեղադրված լինեն միլիոնավոր տրանզիստորներ։ Եվ նրանց ամենքի կապը ոչ թե նրանք ինչ-որ շարքերով մեկը մեկի հետ կապված է, ամեն մեկը ունի իր նշանակությունը, ինչ ձևով է այդ սխեման հավաքվում է, սխեմայից հետո որ ոտքը ինչի համար է եւ դրա համար ստեղծում է այս ամենը միկրոչիպերի մասին։ Եվ լավ բան ասեմ հայերիս, որ հայերը ամբողջ աշխարհում բացի այդ 67 միլիոն ծածուկները նաեւ կան մի 10-15 միլիոն, որոնք իրենք մարդահամարի ընդհանրապես չեն մասնակցել եւ այսօր Հայաստանի փրկության համար ներսից փրկություն չի լինելու։ Փրկությունը միայն դրսից է եւ դրսի հայերս մայիս ամսվա վերջին բոլորս պետք է հավաքվենք Հայաստանում եւ բաց քվեարկություն կատարենք դրսից եկածներս, ասելով, որ ընտրել ենք այս անձնավորությանը եւ ցույց տանք ամբողջ այդ կոմիսիային, որ ընտրել ենք այս մարդուն եւ գցենք արկղը եւ մենք այնտեղ կանգնած չթողնենք, որպեսզի ոչ ոք այլ բան կատարի։ Սա կլինի փրկություն։ Իսկ եթե ներսից եք մտածում, ապա Պողոսի տղեն աշխատում է սովորական միլիցիա եւ Պողոսի 3 եղբայրները, նրա ընտանիքները, 30 մարդ նրանք չեն կարող գնան, քանի որ այդ երեխան աշխատում է դռնապահ է աշխատում այդ ինչ որ մի հյուրանոցի մոտ կանգնած։ Էս ամբողջը եւ իրականությանը պետք է բաց աչքերով նայենք, այսքանը։